Այս գեղեցկուհուն աստղիկի ջրվեժին հասնելու ուղին պետք է բարդ լիներ։ Դա է հուշում այն կանխավարկած կարծրատիպը, որ լավ բանի մոտ տանող ճանապարհը քարքարոտ է լինում։ Քարեր կային, բայց Արահետներ փոփոխությունների համար հասարակական կազմակերպությունը շրջակա միջավայրի նախարարության Խոսրովի անտառ պետական արգելոցի հետ Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ նպաստել է, որ աստղիկն ավելի հասանելի դառնա։ Մենք գտնվում ենք արգելոցի Գառնու տեղամասում, Գառնու հատվածով ենք եկել այստեղ, նախատեսել ենք քայլարշավ դեպի Վահագնի եւ Աստղիկի ջրվեժներ, նոր բարեկարգված երթուղով։ Միջին բարդության երթուղի է, շատ հանգիստ, քայլարշավային, անգամ դպրոցականների համար շատ հարմար է այստեղ գալը։ Բարեկարգումից հետո առավել եւս, որովհետեւ արդեն շատ հարմար Արահետը մեզ տանում է մինչև ջրվեժներ եւ Վահագնի, այնուհետ արդեն Աստղիկի։ Հեթանոս աստվածների անուններով ջրվեժներին հասնելը նախկինում էլ հնարավոր էր, բայց ոչ այսքան հեշտ։ Սա Վահագնի ջրվեժ տանող ճանապարհն է, ինչպես տեսնում եք, մի քիչ անհարթ է, չնայած դրան շատ ապահով է, անցնելը հեշտ է։ Միայն գարնանը մի կարճ ժամանակ, երբ որ գետերը վարարում են, այդ ժամանակ է, որ դժվար է անցնել այստեղ, բայց այս շրջանում շատ հեշտ է, կարելի է շատ հեշտ անցնել։ Խոսրովի անտառ պետական արգելոցի գիտաճանաչողական туриզմի մասնագետ Տիգրան Ստեփանյանը գիտի այս տարածքի ամեն թուփ ու ծառ։ Ասում է 2020-ից հետո ավելի շատ մարդ է ցանկանում դրանք ճանաչել։ Այցելուների քանակն աճել է։ Տեղացի զբոսաշրջիկները հիմնականում սկսել են հետաքրքրվել կորոնավիրուսից հետո, երբ որ դուրս գնալու հնարավորություններ չունենք, կարանք այդպես ասենք, որտեղ վերջին շրջանում նոր մի քանի տարի, որ տեղացիները շատ ակտիվ հետաքրքրված են ու շատ են ցանկանում անցնել այս երթուղիներով։ Նաև աշխատում ենք դպրոցների, համալսարանների հետ, իրենց հետ ունենք այլ մշակված ծրագիր, կոնկրետ դպրոցականների համար շատ մատչելի գներով ենք կազմակերպում տուրերը դեպի Խոսրովի արգելոց էկոկրթական ծրագրերի շրջանակներում։ Սա Վահագնի ջրվեժի նախկին Արահետն է, այս ճանապարհով էր բարձրանում դեպի Վահագնի ջրվեժ ճանապարհը, բայց տեղանք ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ շատ դժվար է այդտեղ ինչ-որ միջոցառումներ անել, ճանապարհը ուղղել, դրա համար Արահետը փոխել ենք, հիմա կգնանք նոր ճանապարհով, արդեն կմոտենանք Վահագնի ջրվեժին, այո։ Այսպես առաջինը հասնում ենք Վահագնին, ոչ այնքան աղմկոտ, ոչ այնքան զրնգուն, ավելի զուսպ ու հավաք։ Այստեղից որ նայեք դիմացի սարերին, այդ ավազային նստվածքները, որ տեսնում եք, դրանք նրա հետևանք են, որ այստեղ մոտավոր 30-35 միլիոն տարի առաջ ծով ա եղել ու ամբողջը կարելի ասել ծովի ավազի նստվածքներ են ու դրա հետևանքն է այս տեսարանը, որ տեսնում եք։ Նույն տեսարանը այցելուների համար բացվում է Աստղիկի մոտ։ Այս ջրվեժ հասնելու համար ուղեկցողի ներկայությունը պարտադիր է, սակայն ուշադիր այցելուն նոր տեղադրված ցուցանակներով էլ կարող է կողմնորոշվել ու զգուշանալ վտանգներից։ Դրանք մարդկանց պաշտպանելու համար են, իսկ անտառն ու դրա բնակիչներին պաշտպանելու պարտականությունը էկոպարեկներինն է։ Տարի 8 ամիս է էկոպարեկային ծառայությունը արդեն գործում է։ Ծառայություն ենք իրականացնում արգելոցի տարածքով եւ հալոխտարոսներով, շուրջօրյա հսկողություն, տեղամասերում եւս մնում են տեսուչներ, իսկ շրջիկ խումբը շուրջօրյա է աշխատում։ Հսկողություն, որսագողերի, ձկնագողերի անտառահատում, որ չիրականանա։ Իսկ դեպքեր լինում են, բախվել եք նման խնդիրների։ Կանխարգելել ենք, ավելի շատ կանխարգելել ենք։ Հարող տարածքներում որսորդներ կամ մոտենալուց զգուշացնում ենք, որ չմտնեն տարածք, անօրինական որս չանեն, դեռ տենց խախտումներ չկա։ Այստեղ վայրի կենդանիներից պաշտպանվելու կարիք չկա, ասում է Տիգրան Ստեփանյանը, ավելի կարևոր է կենդանիներին պաշտպանելը։ Վայրի կենդանիները իրենք մարդկանց չեն սիրում, ու առաջին իրանք են փախչում, հեռանում, դրա համար ոչ մի ինչ-որ հատուկ գործողություններ պետք չի անել, ամենավտանգավորները, ինչպես գիտեք, թունավոր օձերն են, մնացած դեպքերում տեսանելի կենդանիները իրանք շատ արագ կհեռանան, շատ հնարավոր է, որ դուք էլ չնկատեք, չհասցնեք նկատել։ Անտառը պետք է հանգիստ թողնել, ասում են դրա պահապանները։ Այստեղ արգելված է թե ծառահատումը, թե տունկը։ Բնությունը պետք է հանգիստ ապրի իր կյանքով։ Մեծ հրդեհ ունեցանք, սակայն դրանից հետո արդեն վերականգնվում է անտառը, չնայած նրան, որ ունենք ծառատեսակներ, որոնք շատ դժվար են մեծանում եւ շատ դժվար է աճում, վերարտադրվում այդ ծառատեսակները, բայց ընդհանուր առմամբ դրական
process ունենք եւ արգելոցի տարածքում բացառվում է մարդկային միջամտությունը եւ ինքը պետք է ամբողջովին արգելոցը ինքն իրենով վերականգնվի։ Այսպես մարդկանց մնում է միայն այցելել արգելոցի թույլատրված տարածքներ, բարեկարգված ու ավելի հարմար դարձած արահետներով ու հստակ գիտակցումով, որ բնության տուն են եկել ու պետք է առաջնորդվեն տանտիրոջ կանոններով։ Արուսյակ Կապուկչյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։